Ազատության բայտեցուցիկ Սուրբ 5 սրտեր։ Մանացային են գշարունակենք մեր հաղորդումը հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Լավ օրցեր բոլորին եւ անշուշտ հաճելի ժամեր։ Այսօր սիրելիներ տարիներ է մենք չբադահած որ ճիշտ օրին ներկայացնենք Լիզբոնի գործողության նվիրված մեր հարցազրույցը այսօր այդպես սուկատիվեցավ ճիշտ օրին սիրելիներ եւ մենք վանացայինի ստուդիոները ներս Փարի Լուիս պիտի ասենք ընկեր Համբիկ Բիլալյանին, ընկեր Հակոբ Տեր-Ղուկասյանին, բարի եկացեք ընկերներ։ Ինչպես եք։ Լավ, բարգաստուց։ Մենք պիտի խոսենք երեկվան ցերնարգի մասին, չմոռնանք նաև հիշեցնենք մեր ունգընտիրներուն, որ անգամ եւս մենք վկայությունները հավաքեցինք եւ անշուշտ այդ վկայությունները միջանկյալ գանցնին։ Ընկերներ, երեք կմտածեի, որ ինչ հարցումով սկսեմ, երևի բավական է չեմ հարցուցած աս մասին, որ առաջին անգամ ուր էիք, ինչպես լսեցիք Լիզբոնի գործողության մասին, քանի այսօր ճիշտ օրն է։ Գերամպիկ միտքը դե Շիդակը ճիշտ մարամասնությունը չեմ հիշեր, որտեղ գտակ չէ, բայց գիտեմ որ շրջանն էինք, շրջանի մեջ էինք արակած եւ ասենք վիճակը ստեղծվեցավ, գիշերն հիմա չէի մտածած ասոտյան, բնավ եւ վիճակը ստեղծվեցավ, գիտես Բادرազմի օրեր էին, 83 բادرազմի օրեր էին։ Չեմ գիտեր եթե ռմբագոծում գար չգար այդ օրերում, բայց գիտեմ որ հավաքվեցան դղակը եւ այսպես խոսակցություններով բամը գա որ մենք Լիզբոնի դղակ գիշեմ որ Լիզբոնի գործողությունը եղած է, Լիզբոնի մեջ գործողությունը եղած է, բայց տակավին չեն գիտեր մարամասությունները ովքեր են, որոնք են, ինչ ըրած են, ինչ գիտեմ որ Լիզբոն դղա հիմա սկսա իշել դղակը բայտեցուցած են իրենք զիրենք եւ այլն եւ ադիգա կամած կարծես թե ասանք հրապուխի պես սկսա բանալալ մեր շրջաբադի մեջ ասիկ համես շրջաբադից մեջ կսեմ շրջանագից մեջ կսեմ եւ ադիգա երեգոյան արդեն բան եղած էր բավական սաբես արցականքները երտալ է խորացած էր եւ երբ որ մենք իմացանք որ գամած մեր դղակն են սակոնե ասե ադե արդեն գսկա էր բոլորիս թեմքին վրա բոլորիս մտքերում մեջ խառնսկացումներ չէ այո խառնսկացումներ եւ ամենեն կարեւորը հիշադակները սկսան ըսվել եւ շատ լավ գիշեմ որ սակոին դունը երտալու սկսան ասանք բան մգար հիմա սկսա այո բոդեմ պինչտ բաներ կովիդ աղներ սկսան բան ասանք երտալ գսենք չսենք պետք է ըսվի պետք է մարամասնել պետք է բան վիճակ մներ ասպես անորոշ վիճակ մներ բայց եւամես այո բայց եւամես ադիգա կամած հստակացավ արդեն երբ որ լսվեցավ որ մեր դղակներ մեր գործողություններ աստասպանություն ասին աստասպանություն չէր ադիգա բնականաբար այդ քերակույն զոհապերության վգաներն էին եւ արդեն գիշեմ բանը սկացումները երիտասարդական ապրումները ասկիդես արտնցան տարբեր հնչերություն ունեցավ հիմա պիտի խոսենք տղոց գադարած թե ինչ արտնցուց եւ ինչպես սերունդներ կերտեց ընկերագով ձեր բարակային գիշեք այսի մարամասնություններ օրվան թեփքին հետ կապված արդյոք թաղման երբ որ դղակը եկան դիփանան այս բարակային իրենց թիակները ինչ գիշեք այդ օրերն ես այնադեմ բալանի էի դակավին եւ Ղարբիե էին Ղարաբաղյան Բեյրութ հանգարց Երևանյան էինք հանգարց իրանցում եղավ ինչպես որ ընկերանպի գսեր որ Լիզբոն ակտ մեղած է սելով եւ այլն բայց չի հասկացանք հաջորդ օրն էր որ գիտանք եւ ես բախտ ունեցած եմ Սակոյին մոդեն ծանոթանալու որովհետեւ Սակոն Արեմդյան Բեյրութ Ղարբիեի ջեմարանը բաղուչան եկած էր եւ այդ դարիներուն ես նորը սկսած էի ֆուտբոլ եւ այլն ինքնաշարժ ինձ ինքն էր որ սկիզբը գոլար մարզեց ինչպես գոլարել արփերտաբարել ինքն էր շատ լավ գիշեմ եւ ինչեւ մամապներս ադեներ ցավին ներես եմ ասում Սակոյին շուտերն են գսեր որ մի ցավից պիտի գդերդվիս որ շիդակ փերտաբարելս այսպես տղոց ցեզի ծանոթ տղոց բատկերը որքանով փոխվեցավ Լիզբոնի գործողութենան յետքը կգարձեմ որ ասի բոլորիս համար բայց դուք որ օրինակի համար գրնալալ մեկուն կամ մյուսին ասպես կամ բաչե ինչպես որ Սակոյին օրինակի համար ծանոթ է ինչ փոխվեցավ դղոց մասին ինչ այսինքն լման այսպես ձեր սկացումներ ինչպես կրնակ բացատրել երբ որ հասկացաք ինչ կատարած են դղակը նայ սկիզբը այսպես շատ կորսված կլասկսես որ
Կոնային բար սակոն։ Հոս մեր Քիես որտե մեր սակոն, մեր վաճեն լեմագանները որ կան այն անդեն հետերին շփվեինք եւ այլն։ Այո։ Գնացել որ սկսեցի որ արդյոք ասիգա վաղը գործողությունը վիդինե արդյոք ասիգա բինե արդյոք ասալ ուրիշ Բաչեի մտածածած ճիշտ է ծեր դեմը սկսեցի բանը լալ որ ասեր աներ հետո գսես որ մեր ֆեդայները նույն ծևով եղած են նույն ջամփան արած են so դեմ հասանք գմտածես դարբեր ծող սկսից նային հարցերում Ընկեր Համպիկ Լիզբոնը իբրև մայրաքաղաքի երկրիմը մինչև այդ օրը գրնալալ մեկ մայրաքաղաքներուն անունները գիտեինք բայց Լիզբոնը գրնալալ չէր անցած չէ երեք ասմասին գմտածեի որ Լիզբոն այլևս սես որ մայրաքաղաքը հայ մարդուն մտքին մեջ ուրիշ բան չկար բացի այս 5 տղոց լուսաշող դեմքերը չէ ինչ փոխվեցավ ինչ կադարեցին աստղակը Ուրի չարաջ բան մեշեցին ինձ նաև իրենց թաղման արարողությունը այո պետք է հիշել ավելցնեմ Հակոբին վրա սազները կփաժնեմ մեկ երևույթ նագար որ այդ օրերուն սետագավին 16-17 տարեկան բադանի ենք ինչ որ գիշեմ հարց հետևյալն էր որ մեզ զարմացուց իրենց գաղտնապահությունը այսինքն գիտես երբ որ մեզ հետ ապրած են մեզ հետ տեսած են չեմ իշեր թե Սիմոն Յանյանը գիտեմ մնացել չեմ իշեր թե տեսած է չեմ իշեր անգազորեն բայց այս դղակը իրենց կովիկալով եւ այդ գործողությունը գդարելով իրենց օրինակ սակոն հաջող կտեսնեին արեմեդյան բերուտալ գերտար գոկար բայց որում միտքեն գացներ իրենց այդ հսկա կապարական աշխարհով եւ քաղաքնաբահությամբ իրենք մարմնավորեցին բանը լուրջի դվին մեգը չզգաց անգամ չէ այո մներ ասպես գիտես տրագանի մաստով ապտակ մներ տրագանի մաստով ապտակներ որ ահավասի գան դղակ որոնք քիշեր ցերեկ աշխատած են տասյարակված են այո այդ ոքինգը այո եւ այս դղակը երբ որ ժամը հնչած է իրենց քերակույնը դված են լավ ասպոլորը մեզ համար բաներ անագնգալ հսկա լերամը բեստ կուտիմացը տեգավ եւ այո սկիզբը ուրախանաս հետո սկսես մտածել հետո իրենց մեծությունը կտեսնես իրենց մանավանդ իրենց վերադարձը իրենց թաղման արարողության աստվածին մի շատ լավ գիշեր մատիկա աստվածին իդեսես որ ամբողջ լիբանանահայությունը ոդկի ելավ իր հարազատները բանանելու թիմավորելու եւ ինչ Լիզբոն հիմա որ գցես Լիզբոնը բանը գիտես ասենք գիդիներեք ինձ Արարատի մոտ սիմվոլ եղավ մեզ այլևս խորտանիշ մեղա որտեւ այս դղակը կացին նվիրվեցան հետակայինը որ իր վիդեոներն արդեն ավելի բորտկացուց գիտես ամբողջ երդասարտությունը ոդկի հանեց որ եղբայր եթե կորձ մգա եթե աշխատանք մգա նվիրում մգա գա եղեր գա երդասարտություն գա ադոր պատրաստ է ադոր հետակային է որ մենք կսկան կամած իրենց մեծությունը իրենց ասպես գիտես իրենց նվիրումին ամենակեղեցիկ բանը չափանիշը չկա ավելի վեր չափանիշ ասիգա շատ կարևոր է որ պետք է անդրադառնալ միշտ պետք է անդրադառնալ անպայման եկեք մեկ վկայություն լսենք մեր ընկերներն այսպես միասին կանադայեն ընկեր Խաժակ Կուլաջյանն է Կին դագավին մանուգեի, բայց կսկայի և գատրատարնայի իմ շուրջ տիրող այն մտնոլորդին, հուզումին, ապրումներուն, որոնք համագած էին նախ ծնողքս, շրջաբադս և ապա լիբանահայությունը։ Ապա դարիներ ետ կիպրև լիբանանի բադանեգան միության և հետակային երդասարտական միության անդամ, Լիզբոնի հինգին բատկամը թարցավ իմ տաստիարագության և ասկային կիդակցության անբաժանելի մասը։ Իսկ այսօր իպրև չապահած տաշնակցական գվերաթարնամ այդ նույն բատկամին, բայց ավելի խոր կիդակցությամբ և պատասխանատվությամբ նվիրումի, զոհաբերության, հավատքի և մեր ժողովրդին ու մեր ազգային արժեքներուն հանդեպ անցագարգելի հավատարմության պատգամն է այդ, որ Արան, Սակոն, Սեթոն, Վաչեն և Սիմոնը իրենց կյանքով և նահատակությամբ կդագեցին մեզի։ Կյանքով, որովհետև Լիզբոնի 5-ը երդասարտներ էին, երազներով, աբակայի ծրագիրներով, կյանքի բնական ցկտումներով, բայց իրենց անձնական երջանկութենեն վեր տասեցին ժողովրդին արդար իրավունքները։ Անոնք գիտնալով, գիտակցաբար ընտրեցին դժվար ճանապարհը, անոնք իրենց անձնական եսը վերածեցին հավաքական մենքի։
Եվ նահատակությամբ անոնք ապացուցեցին, որ ազգի ուժը միան իր թիվին կամ կարողություններու մեջը չէ, այլ իր հավատքին, գազմագերբվածության եւ իր արժեքներուն հանդեպ ունեցած նվիրումի մեջն է։ Լիզբոնի 5-ը աշխարհին իշեցուցին, որ հայոց ցեղասպանության արդարության բանջը չենք կրնար մոռնալ։ Եվ այդ գործողությունը դարձավ այդ գայձը, որ նոր թափ տվավ հայտարարի պայքարին։ Այսօր 43 տարի անց, երբ կդիմակրավենք հայրենիքի անվտանգության խնդիրներ, ազգային ինքնության բաբանումի վտանգներ, օդարացումի հոսանքներ, թե հայրենիքի թե սփյուռքի մեջ, Լիզբոնը մեզ գիշեցնե, որ անդարբերությունը պատասխան չէ, ան մեզ գսե չլալ հանդիսադես մեր պատմության, այլ դառնալ անոր քիդագից մասնագիցները ավանդական կամ նորարար միջոցներով։ Այսօր մեր պայքարը կմղվի նաև գիտությամբ, կրթությամբ, թիվանագիտությամբ, մշակույթով, քաղաքական աշխատանքով, համասկային գազմագերբվածությամբ, թող այսօր իսկ Արան, Սակոն, Սեթոն, Վաչեն, Սիմոնը իջտեն երկնքեն, ընկերանան մեզի, որբեսի քալենք հաստատ այս կետնի վրա վստահությամբ եւ իրեն չունչով զինվինք այսօր իսկ Խաժակ Քուլաջյան Հոյտա կանադայի գետրոնական կոմիտեի անդամ Շատ լավ, սերներ կշարունակենք մեր հաղորդումը, խոսենք գործողության կարևորության մասին, խոսենք ժամանակի մասին, ժամանակը շատ կարևոր է, այսինքն տողոց գործողության ժամանակը, որ իրենք ընտրեցին, կարևոր ժամանակ էր, և իր, այսինքն նպատակին ծառայելու համար որևէ աշխատանք, պիտի ընտրես իր լավագույն ժամանակը, կգարձեմ, որ դղակը իրենց գործողությունը կատարելու համար ընտրեցին այդ օրերու լավագույն ժամանակը, ինչ իրականացուցին մեր դղակը այս գործողությամբ, մեզի այսպես ամպոպ կերպով ինչ կրնակ ասել, ինչ կգարձեք իրականացուցին։ Հորի, նայ, ժամանակաշրջանը իր մեծակույն բան ուներ, աստեցություն ուներ, Լիբանանի քաղաքացիական պատերազմ, ատկի առաջ հայոց ցեղասպանության գիտես այդ ճանաչման ընթացքի մեջ մենք զինյալ բայկար հասկացողությունը մեջտեղ եղած էր արդեն զինյալ բայկարը գամած իր հունը արած էր իրար հաջորդ ասենք դերորները աշխատանքները արդեն մեզի ճամփամը բացած էին եւ ադիկա իր անդրադարձը ունեցած էր նաեւ ընդհանրապես հայ երիտասարդության վրա լավ Վրան գուկար Լիբանանի քաղաքացիական պատերազմը, ինքնապաշտպանություն, զենքի հավատալ, ազգային արժեքներ, հավաքական մեր, ասենք, շրջապատը ապահովություն, հավաքական մեր ապահովությունը, գիտես, ստանցնելու այդ քաչությունը, այդ կամքը ունենալ եւ այն աս բոլորը վրայի գումարվեցան եւ մենք առավել ունեցանք այդ դասերագությունը առավել ունեցանք այս դղոց պատրաստական կամքը եւ ընթացք մարավ այսինքն ժամանակաշրջանի մեջ օդար բամը չէր ադիգա այսինքն այդ ժամանակին հետ համահունչ էր որովհետեւ այդ հեղափոխական դրամատուրգությունը արդեն շոշափելի էր մեր իրականության մեջ հատկապես Լիբանանի մեջ ասենք ամիջին արևելքի մեջ բայց դղոց այդ ակտը այնպես հիմա գիտեք ինչ է ես կգարձեմ որ հաջող կմտածեմ հորի դղակը մարմնավորեցի մեր ասկային հավաքական բանը հիշողությունը արժանապատվությունը հեղափոխական աշխատանքը իրենք մարմնավորում եղան մարմնավորեցին եւ մեկ գործողությամբ առավել երբ որ իրենք այսպես ասած տոներվի խոստովանեցան թե ինչու գերտան ինչու ըրին ադիգա ինչու նախաձեռնեցին ինչ էր իրենց երազը իրենց պատկերացումները այդ բոլորը բանեղան մի անգամ միշտ հստակացավ Լիզբոնի գործողությունը ինչպես ասեմ ոչ թե մի անկաչակորձություն է ոչ թե մի սխրանք է իրենք մեզի ջամփացույց տվին գողնացույց եղան մեզի հետակա բոլոր աշխատանքներում մեջ Խաժակը ավոր բաները սա այսինքն ամեն մարզերու մեջ մեզի ցույց ճանապարհ բացին ամեն մարզերու մեջ եւ ադիգայը որ մենք դեր պետք է արժևորենք այս օրերուն պետք է այդ քայլերը այդ ուղղություններում մեջ պետք է մենք մեզ փաստենք եւ այդ ուղղություններում մեջ եկող սերունդները իրենք զինենք պիտի վերանորոգեն իրենք զինենք պիտի վերազինեն հոգեզինեն որ նորություն բերեն մեր իրականության մեջ ոչ թե ակտը պիտի լա նորություն մեզ համար ակտը իրենք արդեն խարսխեցին իրենք Արիտոմը գրած էինք աստվածները մեզ համար արցականքներ այդքան գիտես քրիստոնեական հավատամքի դեր մեր երիտասարդ քանի մոքի եկան ասեն համագիններ գլամը աստվածները լան մենք մեկ հատ աստված ունենք եւ այլն Պասադրեցինք իրենց որ եղբայր իրենց սխրանքն է որ աստվածացած է իրենց
միտքերը, իրենց երազներուն այդ քեղեցիկ վեհությունն է որ մեզի, ոչ թե մենք քրիստոնեական հավատամքի մեջ արիք Հոն չէ, ադոր մեջ չեն, մենք ատկանակի դենք։ Ցենարգի մտակ գրած են, ցենարգի մատ ավիշին վրա մեր աստվածը Ես սուպեր գսեմ, ինձ համար 5 սուրբ տեմք է, բայց չնշանակե որ ճիշտ ադիկա մենք գերգրբակին իրենց արժեվը, այդպես չէ, պետք է չունին իրենք պետք չունին, չունին, ադոր համար չրին իրենք։ Ժբիդով կացին, ժբիդով վերադարձան եւ այնքան աղբոր խոսքերով իրենք բարձ խոսքերով եւ այդ խոսքերը այնքան զորավոր էին որ միջև մեր ագան միջև այսօր մենք եւ պիտի ասենք 100 տարի հավանաբար արիտոմ ասենք Լիզբոնի գործողությունը որպես ասկ մեզ 1000 տարի գաբրեցն է եթե երբեք մանրամասնություններում մեջ մտնես եթե հաջողությամբ աշխատենք եթե մեր ընկեր Հակոբներուն ասենք որ ընկեր Հակոբ թատրոն պատրաստ է հոգից իրեմ թատրոններ պատրաստ է հիմա ծևերու մասի մտածենք որտեքրենք որ այս դողոց ձայնը թեմքը իրենց ակտը բանլա ասին նոր շունչ առնի որ բամը որ պետք ունենք եւ նոր սերունդին հասանելի լա այդ ժամանակաշրջանը չի այսօր այդ օրերուն մեր երիտասարդությունը կամ մեր բադանեկան երիտասարդականի դարիքը դարբեր կմտածեին ասենք նորմալ էր բնական էր որտեղ հեղափոխությունը շոշափելի էր այլևս գիտես զենքի բայկարի հասկացողությունը շոշափելի էր հիմա այդպես չէ ուրի հիմա յանքը ժամանակը փոխվեցավ հետեւաբար ատոր պետք է պատրաստելի քիչ Հակոբն ալգսեր ինձի Ցևը պիտի որտեքրենք, ցևեր որտեքրենք, որ գարենանք նորահաս սերունդին հոգին եւ մտքի մեջ ինչպես մեր օրերուն դրավադիկերին ադիգա մեր դղակը արտնցուցին ասկային, գիտես աբրունները նույնն այսօր պետք է լա, որտեվ ստիպված ենք բարդավոր ենք ադիգանել, այլապես պիտի յետարց լա, այսինքն նույն թեմքերը, նույն խոսքերը, նույն բաները, նույն միտքերը պիտի դեղկայլի մղեմեզ եւ ադիգա շատ բան է բարեհուն չէ, պիտի եւ վտանգավոր է։ Եվ վտանգավոր, ինչու՞ չէ, խոստովանել է պետք է, այո, վտանգավոր է։ Շատ լավ։ Մարինե Հաջիս մեր երկրորդ վկայությունը լսենք, ուրեմն Անջարի քաղաքապետ Ընկեր Սեթրակ Հավատյան։ Սեթրակ Հավատյան։ Որպես Անջարի քաղաքապետ Վանացայինի գողմե խնդրվեցավ ինձ մե վկայությունը Լիզբոնի դղոց մասին իրենց գդարած գործողության 40-րդ ամյակին արիտով։ Ուրեմն այս 5 դղոց խմբագեն Սիմոնը եղած է իմ 10 ընկերս ասկային Հարաճ Կալուս Գյուլբենյան երկրորդական վարժարանի ներս իր ընտանիքի Անջար գեցության դարիներուն։ Ինչպես նաև միասնապար անդամ եղած ենք Հարաճ Պատանեկան միության։ Սիմոնը միջակ եւ վեր արտունքներով աշակերտ մներ, սակայն գզադորոշվեր իր մարդկային սկզբունքային գեցվածքներով։ Հաջող շաբաթ օրերը միասնապար գշրջակայեին մեր հեծանիվներով։ Օրը երբ գյուղի զայրամասերն էինք եւ հոնգար միայնակ աբրող ձերունի մայրիկը, որ թութ գծախեր իր աբրուստը ապահովելու, ըսավ գեցիր տուտ առնենք այս մայրիկեն։ Ըսի բայց Սիմոն ինչքան գիտեմ դու Թտենիմը ունիք ձեր դանգողքին, թութ ինչու պիտի կնես, ըսավ քաչալերելու եւ օգտակար լալու համար։ Այդ բադգերը դպավորած եզիս եւ վստահ, որ մնացյալ 4 ընկերները նաեւ Վաչեն, Սեթրագը, Արան եւ Սակոն նույն նկարակրային կիձերով կհատկանշվեին եւ այդ էր որ զիրենք միացուցած էր։ Հիշադակնին անտարամ։ Շատ լավ, այսալ Ընկեր Սեթրակ Հավատյանին ցայներ։ Գիտեք, յուրաքանչյուրը որ խոսի եւ ամեն տարի որ կանտրատառնանք, իրենց համեստության մասին շատ կխոսվի։ Հիմա քիչ առաջ խոսեցանք, ասենք որ իրենք կողմնացույց էին հավատքի, կողմնացույց էին միասնականության, կողմնացույց էին նաեւ այն իմաստով մենք պետք չէ մեր հավատքը գործընծնենք, պայքարը պիտի շարունակենք, բայց իրենք նաեւ օրինակներ են յուրաքանչյուրը։ Այսինքն իրենց աբրած կյանքը անգամ օրինակ էր մինչեւ Լիզբոն հասնելը։ Կարծեք չեմ գիտեր, այսպես չեք մտածած որ գրնալը որ իսկապես իրենց համեստ ապրիլը իրենց նկարակրին մասկազմի եւ իրենց յետքը անձնազոհությունը որ գադարեցին բոլորը կապված էին իրար աստծո աննախախնամությամբ ցևովը վստահ հուրի նայ դակը շատ դիբար մարդ էին ինձ համար եւ որ մեկը գիտակցի եւ գնտունի իր կյանքը զոհել կերակույն նպատակին համար ես կգարձեմ սևոմը կերազանցած է մարդը դարձած է ասպես Նիչեին կերմարտ այո կերմարտ եւ դղակը ադիգա է ինձ համար
Մադանի եղածադենես միշտ մեզի բապմած են հեղափոխական դրվագները, ֆեդայիները եւ այլն, բանկոտոման, ասպոլորը միշտ ուզած եմ Երանի արիթ ունենայինք ադ անցերուն դեստել Գիտես, ադ անցերուն հետ խոսիլ, բատմեն, ըսկան Նույնը Լիզբոնի բարակային եղավ, այսինքն ձանոթ էինք, բայց չէինք գիտեր, հետերին ապրեցանք, չէինք գիտեր եւ Տշպախտաբար ներգայիսալ ունինք լիբանանահայ երդասարտներ, որոնք մասնակցեցան Արցախի ազատագրական պայքարին, որոնք մեր մեջն են, որոնք նայիս ոչինչ կխոսին։ Չես ասեր, որ ասիգա ինչեր է անցած է, ինչ զողություններ ըրած է, չենք խոսում։ Ճիշտ նույնը աս դղակն էին, ադոր համար քիչ առաջ ընկեր համպիկն ագսեր, որ քաղաքնաբավություն մը գար եւ ասես ես գոյություն եթե լավ ուշ չէին գլար ասես հալեցնելու ամբողջականության ամբողջությունը եւ ես նույնն ենք ад խաղապարը որ գար կովերնին քերակույն շայրուն համար ասկի շայրուն համար ես կգարձեմ իսկապես որ քեր մարդկությունն է քեր մարդկային ուժեր գիտեք հաջող նաև երբ որ գխոսենք Լիսբոնի գործողության մասին իրենք ալ ասին իրենց խոսքերում մեջ գսվի որ հարանց Հայաստանը տեսնելու իրենք կացին Հայաստանի համար իրենց կյանքը զոհեցին եւ եթե պիտի այսօրվա մեր առօրյային միացնենք այսպես այդ խորհուրդը պիտի բերենք 2026 Առանց Հայաստանը դեստելու այսօր մենք Հայաստան գերտանք ուկանք գայցելենք ամեն ինչ կնենք ամեն ինչ թյուրացավ մարդուն կյանքը թյուրացավ բայց այդ հավատքը արդյոք կա՞թեր ինչ որ դղակը փորձեցին սերմանել նոր սերունդներում մեջ ինչ է ձեր կարծիք այսօրվան առօրյան ինչպես պիտի գաբենք այսօրվա առօրյային այսօրվա Հայաստանին իրենք չդեսած Հայաստանը Իրենց արժանինքները մեկն ալ այդ էր ուրի երբ որ իրենք կսին իթեպ Լիզբոնի գործողությունը շատ բան պիտի ասենք պիտի իր իմաստեն գործածներ եթե երբեք դղակը չունենային այդ վիդեոները որտեղ այդ վիդեոներուն ընթացքին ամբողջ ասկիմը աշխարհական տնտեսական ինչ մշակութային քաղաքական բանը կծեցին բայց ամենահամեստ բարերով ամենահամեստ արդյունքով իրենք դժբախտություն է բարեփոխություն է չեմ գիտեր Երբ որ խորանաս իրենց մտքերում մեջը, կտեսնես որ այսօրվա մեր իրավիճակը նույնն է։ Կտեսնես որ թե մենք որքան քին կվճարենք, որովհետև չենք կապարական, որովհետև չենք հայրենասեր, որովհետև չենք հերոսաբաշտ, որովհետև չենք հավատար մեր Արարատին հասնելու ատկարողության եւ այլն։ Եվ եթե երբեք դժբախտ դիտանգունե մոդենաս կտեսնես թե մենք մեր Արցախն անգամ գործունեություն 30 տարի մեր բայկարեն հետ ասկը չեմ գիտեր ինչ բացատրություններով մենք գործունեություն Արցախը որ մեզի համար Արցախը խորտանիշն էր գիտեք բայկարի հավադամքի եւ արևմտա Հայաստան ճիշտ հոն հասնելու մեր ամենագորիզներ գրվաններ այս դղակը ասած էին բայց չէ այս դղակը նախքան այդ բոլորը տեսնել ըսին հիմա հարց հետեւյալն է երբ որ այս դղակը ըսին Եվ այս տղակը վավերակրեցին ամենեն կարևորը իրենց դեսերիզով վավերակրեցին լավ հետակա սերունդները մենք փորձեցինք հետակա սերունդներուն նախ մեզ սկսյալ այսպես սաբես այդ հավատքին շունչ տալ այդ հավատքին հավատալ լավ հասնելով միջև Արցախ հասնելով միջև այս օրերս մենք որքանով գրծած ենք այս իրենց հավատամքը շոշափելի դարձնել մեր իրականության մեջ ինչ ծևերով որ դպրոցներում մեջ վարժարաններում մեջ միջ համայնքային միջ կուսակցական եւ այլն դժբախտությունը ադիգա է որ հաջող կհիշենք եղած են անցյալին նաեւ ներկա օրերուն շատ անգամ իմեյլերով կգրգեն այս գործողության ցաղողության մասին իրենց խեղճության մասին սաբես բահմը գտիդես բահմը Արդյոք նորմալ մեկն է, բնական մեկը այս հայանումն է, գիտես հայ անումն է, բնական է ասիրի խոսակցությունները այս գործողության մասին, որովհետև ըստ երևույթին չէ ունեցած այդ դաստիարակությունը, չէ ապրած այդ շունչը, չէ այո, չէ չունի այդ հավատ, շատ բարձ է, դրա համար շատ նկատի չեն գտնել այս սիսա խոսքերը, գիտես խերջ թուլամորտ խոսքերը, բայց սեվանպես մեր թիրախը, մեր նպատակը նաև իրենց
խոստովանությամբ հետակա սերունդներուն փոխանցել արարադասիրությունը, արցախասիրությունը, հերոսաբաշխությունը, երբ որ արիտոմ ընկերոջ մգս բարեկամի մգսենք, որ եղբայր ասում դղակը հերոսի գերբարը մեզի մարմնավորեցին, պիշ երեսդ կտիդե։ Լավ, եթե դու ճունիս հերոսաբաշխություն, այդ քաղաքական ամենաբարձր արժանիկը, այո, գննաս Արցախի գորուստ։ Հավասիկ։ Իրենք հերոսներ էին, իրենք հերոսի գերբարը Հերոսին հերոսն էին։ Այո, եւ մեզի ցույց տվին ադիգա։ Դու ուզես հասկացիր, չես ուզեր հասկա կիտնալի գդե ադիգա, որոն հետևանքը գլա այդ մեր ողբերգությունը Արցախի գորուստը։ Չեմ գրնար, չեմ ուրանար, որ դղակը գրվեցան, այո, Արցախի մեջ մեր լավագույն դղակը, հազարավոր դղակ զոհկացին, փաստը երապելուրն է, որոն արժե միշտ կխոնարինք, հոն լանք կամ չլանք երապելուրին արժե պիտի խոնարինք։ Մեր գլուխները պիտի անշուշտ այդ աստիճանի, որտեղ այնքան մեծություն ցույց տվին այդ տղաքը, այնքան դաստիարակություն եւ այնքան հայնասիրություն, որ այսին գզարմանաս բահմը աբազգայինը եւ ազգայինը, հեղափոխականը եւ ոչ հեղափոխականը, ինչ գիտնամ թուլամորտն եւ ոչ թուլամորտը, գտես այվասիկ բարեպարտաբար հագոդնիա վիճակները կան։ Հիմա պիտի խոսենք հայրենասիրության մասին։ Արցախը ցույց տվավ այդ բոլորը։ Լիզբոնը ցույց տվին այդ բոլորը։ Ճիշտ, շատ լավ։ Ընկեր Հրաչ Վարժաբեդյանին վկայությունը կլսենք Ֆրանսիային այս բանը։ Լիզբոնի անսուկական գործողությունն անցած են 43 տարիներ հսկայական ժամանակ է գրեթե գեստար, բայց Լիզբոնի գործողության բատկամը եւ արժեքը օրստորե դարվեդարի փոխանակ խամրելու ընդհանրակը գաջի գզարքանա բազմաբատկվի եւ միշտ գմնա հետաքրքրականորեն այժմեական Լիզբոնի անզուկական գործողություն գսեմ, որովհետև իրապես գործողությունը անզուկական է 5 տղակ, որոնք անձնազոհության կակատնագետին հասան իրենց անձը կիդակցապար զոհելով անձնասպանական գործողությամբ կիդագից անձնասպանական գործողությամբ թրկական տեսփանադան թեմ երթալու բարձաբես որբեսի լուր աշխարհը հայտադի թիմած հայտադի նկատմամբ լուր մնացող աշխարհը հայոց ցեղասպանության անջանաչման նկատմամբ լուր մնացած աշխարհը վերջո զարտնի իր թմբիրեն դուրս կա կանտվի լրության բադը եւ այս տղակը իրենց այդ գործողությամբ իրենց այդ կակատնագետ անձնազոհության արարքով կանտեցին լրության այդ բադը միջազգային ընտանիքի լուր ականջներուն դիմաց նաև ամենեն հատկանշական այն է որ այս տղակը առանց հայրենիքը տեսնելու առանց Հայաստանը տեսածլալու Հայաստանը որ դակավին խորհրդային միության սահմաններեն ներս էր դակավին վերանգախացած Հայաստան չէր եւ իրենք առանց Հայաստանը տեսածլալու իրենց անձը գզոհեին Հայաստանի նաև անկախության համար բայց ամբողջական Հայաստանի հասկացողության համար եւ այս մեկն է Լիզբոնի նահատակության հիմնագետը գիզագետը նաև Լիզբոնի գործողությունը 43 տարիներ յետք ըսի այժմեական է երկու ջագատներու վրա երկու այժմեական պատկամներով առաջին պատկամը ուղված հայ երդասարտության հատկապես հայ երդասարտության սպյուրքի մեջ թե Հայաստանի մեջ բայց քաղաքական հիմք ունեցող երդասարտության քաղաքական լիցքավորումով երդասարտության ասելու համար որ հագարակ այսօրվան նահանջին քաղաքական նահանջին պետք է քաղաքական դղակը քաղաքական թևը երդասարտության հայ երդասարտության իրավես վերաթարնա քաղաքական ակունքներուն եւ շարունակե քաղաքական այն կորձը որ
Լիզբոնի դղակը կատարեցին, այսինքն ամբողջական Հայաստանի հասկացողությունը, ամբողջական Հայաստանի գերդումը հագարակ այսօրվան մեր նահանջին, ասկովին նահանջին, հագարակ այսօր հողային մեր գորուսներուն, ամբողջական Հայաստանի դեսլագանը, քաղաքական երդասարտությունը բարդավոր է բահելու, բարդավոր է նաև բահելու հանուն շարունակելու Լիզբոնի դղոց քաղաքականat պայքարը։ Երկրորդ պատկամը ուղղված է այսօր Հայաստանի այսպես կոչված իշխանություններուն, որ պատրաստ են ամեն քնով նահանջի, դված են այդ փաստը, զիջած են հող, զիջած են հայրենիք, զիջած են Արցախը, անկախացած Արցախը զիջած են ծրիապար, գամովին եւ պատրաստ են շարունակելու զիջումները հանուն այսպես կոչված խաղաղության ճագերդյալ, այս աբասկային ընթացքին թեմ Լիզբոնի դղոց ոչը պիտի մնա բոլորին ճակատին, ասելու համար, որ նահանջը, բարդվողականությունը, շատ արագ ետարցը, դեղիդալը, նահանջելը, հող զիջիլը հատկապես, ոչ միայն վայել չէ մեր հասկացողության, ասկային հասկացողության, ասկային քաղաքապարախոսության, այլ նաև արգելված է Լիզբոնյան դրամապանությամբ, այն դրամապանությամբ, որ այս տղակը իրենց կյանքը զոհած են հանուն ամբողջական հայրենիքիմը զոր ոչ մեկ տիզ չէին դեսած, բայց հավատացած էին քաղաքապարականորեն, ունեին իրենց հոգիին եւ մտածողության մեջ ամբողջական Հայաստանի հասկացողությունը, հայտարարի գերտման հասկացողությունը եւ այդ հասկացողության մեջ այսօրվան իշխանություններուն նահանջը անընդունելի է եւ պատկամը այն է, որ ոչ բարդողականության, ոչ զիջումին, ոչ նահանջին եւ կգրկնեմ առաջին պատկամը հայ երդասարտության շարունակենք, շարունակեցեք քաղաքապարական այն պայքարը, զոր Լիզբոնի մեր աննման դղակը, Լիզբոնի մեր անզուգական դղակը գադարեցին քաղաքապարականորեն, գադարեցին ասկային քաղաքապարախոսության հիմքին վրա եւ մանավանդ գադարեցին վեհանցնորեն հավատալով գործին, գլխակիր գործին, զոր պետք է անպայմանորեն շարունակվի վերադառնալու համար ամբողջական հայրենիքի գերտման իդեալ քաղաքապարին։ Գերարաչ Վարժապետյանին խոսքներ վկայությունը նվիրված Լիզբոնի գործողության 43-ամյակին սիրելիներ Ֆրանսիան վստահ եմ որ Գերարաչին արտասանած այսին վկայության մեջ գբաժնեք շարք մգեդեր նաև դեղը այսպես հայրենասիրության մասին խոսեցավ եւ այդ հայրենասիրությունը մենք այսօր մեր մորթին վրա գսկալու ատխնդիրը ունենք հայրենասիրությունը մարդիկ կգարձեն որ պետք է հայրենիքը տեսած լաս որ հայրենասեր լաս հայրենիքիդ մեջ պետք է աշխատած աբրած լաս որպեսի հայրենասեր լաս գամ պետք է տրամով օժանտա ասոք բոլորը բարի գործեր են իմիջայլոց բոլորը պետք են բայց հայրենասիրությունը ադոր մեջ չէ արմադը հոն չէ հայրենասիրության պաստորեն աստղակը ոչ տեսան ոչ գիտեն ոչ համդեսեցին ոչ լսեցին ոչ բան Չեմալ ասել որ անպայման պետք է այս դողոցվեսը, բայց այս տղակը օրինակ մտածին մեզի փամը սորվեցուցին, որ հայրենասիրությունը տրամի մեջ չէ, ոչալ բաշտոնի մեջ է, ոչալ անպայման երթաս հայրենիքին համար կյանքը զոհելու մեջ է, այո, իրենք դվին, իրենք կերակույնը դվին, իրենց կյանքը դվին, այսօր պիտի բերենք այդ քաղաքապարը դողոց, այսօրվա երիտասարդության, պիտի ասենք, որ հայրենասիրությունը ինչ կնշանակի Գնագոբ քեզի համար ինչ կնշանակի հայրենասիրություն Նայ մեզի համար միշտ խոսված է ասպես Հայաստանի մասին երազմը ունեցած ենք Հայաստան ամբողջական միացյալ ազատ անգախ Հայաստան աս մեր բան երազն է Գեղեցիկ գնոջ պես ասպես պատկերացուցած մամամը այո եւ ադոր սիրահարված ենք չէ Անշուշտ Մենք Հայաստանը
ազատագրվեցավ, Արցախն ազատագրեցինք, դժբախտաբար մեզի չսին այդ երազը եւ որ իրականանա ինչ պետք է անել։ Դժբախտաբար մեզի բարձաբես երազը հрамծուցին։ Չեկավ մեզի այդ բաժինը, որ մեմի երազը որ իրականանա ինչ պիտինենք։ Եվ օրենալ, բալանի եղած օրենն էսալ, միշտ հարցում կհարցնենք։ Հիմա եթե Թուրքիան Արևմտա Հայաստանը մեզի դա։ Ինչ կնենք։ Եվ այսօր պատասխանը գսեմ ես 83-ին իվեր պատասխան չունենք։ Բադանի եղածադինս ասարցում կհարցնենք, ինչ կնենք, հագերտանք եւ այլն։ Պաստորեն Հայաստանի եկավ։ Ունեցանք Հայաստանից, սովետական միութենեն դուրս ելավ, Արցախ ունեցանք։ Մենք դակավին հունենք, ուր կբորանք կգանչենք մեր ազատ անկախ ամբողջական Հայաստանին, միացյալին, օքեյ, ադորամար պատրաստ ենք զոհվելու, բայց մեկը դակավին ցուցում չդված ինչ ենք, չենք ծրագրած ինչ ենք։ Ադորամար դակավին ես կգործեմ, մենք անհանգ հրվանի մեջ ենք, որ մեզ համար հայրենասիրությունը այդ իդեալական երազն է։ Վերացական։ Այո, միակ ադեն այդ երազը գիրականանա, երբ որ Լիզբոնի դողոց պես կնասել որ հայրենասիրությունը զոհությունն է։ Բայց հոն պետք է հասնենք, չէ։ Պետք է համմտանք, չէ։ Այո, այդ գիտակցության հասնենք, այո։ Գերանպիկ ձեր կարծիքի ինչ այս։ Հակոբ, ես ավելի պիտի գարգինը լայնցնեմ, քո ամբողջ բանը թարգելով, ճիշտ է որ ադիգա մեր վրա փերծուցիր ադիգա։ Ասկին վրա պետք է փերծնենք ադիգա։ Ասկին վրա, ասկային մտածողությունն է որ մեզ պիտի առաջնորդի ադիգա։ Գիտես, այդ երազը ճիշտ է, իդեալական կրնատվիլ, դեպի Արևմտա Հայաստան, դեպի Արարատ, բայց եւ այնպես, եւ ճիշտ է ասած որ մենք այսօր վերանգախ Հայաստան ունեցանք, Արցախ ազատագրեցինք եւ մենք դեպի երկիր նշանապանը ոչ մեկ իմաստով գենտանի բան վկայության վերածեցինք, բայց այս դղակը մեզի ասիկ չէ ջանաբարը ցույց տվին, ասկը ինչ մտածեց, պետականությունը ինչ մտածեց։ Այսօր մենք գրիվի մեջ ենք հայոց պետականություն թե հայկական պետականություն, հայոց բանակ թե հայկական բանակ։ Վայ տնբլիկներ, վայ։ ಸೊ մենք երազ 1000 ռամիա երազ ունենք որբեսի գարինանք մենք բանակ ունենանք, ադիկա հայկական է, ադիկա հայոցն է, հայոց բանակն է, որը բանակն է, հապա մեր երազն է, սպիրկի դղոց երազն է, ադիկա որ ունենք այդ դարազին հանդեպ մենք մեծ գխոնարինք այդ դարազներն արջև, այդ դղոց այդ սխրանքներուն արջև, որոնք կերազանց են, կերազանց, այդ Արցախի գրիվներուն, այդ գիտես 20-ամյա դղակը իրենց կացությամբ, իրենց կացությունը ճիշտ է որ հայրենի հողի վրա է ադիգա, այո, Լիզբոնը դեր հայրենի հողի է դուրս էր, գիտեք, բայց նույն նժարին վրան է, այդ հայրենասիրությունը շոշափելի դարձավ իրենց համար, շոշափելի դարձավ որ երբ որ ես պիտի այդ թիրքին վրա գրվիմ եւ նահատակվիմ իմ թիկունքս, իմ գրնագս, իմ ծնողներս, իմ ասկս, իմ պետությունս պիտի դոգում մնան։ Լավ ասե հայրենասիրությունը, ինչ է հայրենասիրությունը, բայց Եգոր ադիգա վերագենտանացուրի սերունդներու մեջ որ մենք պիտի անգախ, ազատ, անգախ պետականություն ունեցող հայրենի հողի վրա պիտի լա, բայց եւ այնպես հավասարի ասկի մագարտագին է ադիգա այլևս ասկը պետականությունը Պաստերգան մեր այսին համաշխարհային իմաստով կան այսօր 50 տարվա ընթացքին Չինաստանը գայսրություն եղավ իր գիտությամբ, իր իջ գիտնամիջով, դնդեսությամբ, ասովադով չենք կովերկեր գոր, բայց մենք 30 տարի կդորմ հայրենիք Արցախը չգրցանք բահել, ինչ պասադրություններով միան կփնտրենք հիմա հանցավորը, մեղավորը, ես եմ թունեն անի, ասպեսով եւ Փոխանակ փնտրենք ինչպես յետ բերել։ Այո, եւ գամ բահելը, փոխանակ մտածել բահելը եւ ամենավտանգավորը թուրքը մեր վրա գծզաղի, կխնդա եւ մենք ալ մեր գարկին ընդունած ենք այդ երևույթը, պիտի խաղաղանք, հայրենասիրությունը խաղաղասիրությամբ է, շատ այեք, հայրենասիրությունը Հիմա պիտի խոսենք նաև որ ասիգա նաև որ այսինքն վատ օրինակ չէ այսօրվան երիտասարդության հայրենասիրության գաղափարը ինչ որ գտեսնեն իրենք այսօր Արցախը հանձնվել են իդ չեք կարծել որ այսպես չաստեր թումելը որ երազ Թուլամորտությունը չաստեր չի կար վարագիչ չէ
Հիմա անգերանքի շատ կարևոր բանն է սա։ Մեմը որ երազդ իրականացուցիր, եղավ հասար քու կերապին նպատակիդ, անշուշտ խաղաղ կյանքը քու հաջորդ երազդ պետք է լավ որ իրականացնես։ Ադոզ վրա գասկած չի գա, բայց ես չեմ գնար հիմա կերակույն երազը սոհել խաղաղության համար։ Եվ մանավանդ որ ոչ թե կերակույն երազս, ներկա ունեցածը սա կգործընծնենք։ Գոյությունը, Ահա, ինքնությունը, Թեր հողը գործընծուցինք, բայց հողին վրա մենք փաստեր ունենք, որ այդ հողը մեզի է, չէ՞։ Ադոնք փուլ գուքան գոր, Արցախի մեջ եկեղեցիները, բաները, հուշարձանները, մեկ կերտան գոր, չէ՞։ Մեկ կերտան գոր։ վճնջվին կո։ Այո։ Եվ գզարմանանք հագով, եւ գզարմանանք թե ինչու թուրքը գնե ադիգա, թուրք ազերին կամ տատարցիը, ինչու գնե։ Ինչու պիտի զարմանաս։ Ինչու կզարմանաս, երբ որ ինք իր նպատակը գիրակոր իր Կերակույն երազը։ Ճիշտ, այո, Բնա չնչել հայությունը, եւ ասիկա լավ, ասիկա ամենես բարձ ծեվով ինչպես մեր ժողովրդին։ Ինչպես դրավ ցեղասպանությունը Սեփականությունը պիտի դարձնես, ասե վտանգավոր, ասե որ գնեղացնեք ես, ասե որ գվշտանաս կբոդկաս։ ասի գիտակցություն չեն Երանպի։ Գիտակցություն է։ Գիտակցությունը շատ բարձ է, բայց ասի հավաքական այսին ասկային մագարտակի պետք է փաստացնել։ Դղակը Լիզբոնի Փերնեն լսեցինք, որ Պոլոսա ռումպեր հավաքին կերտանանա, կոմուչի սա դղա։ Բնավ չսինա Ընտագարակը աստղը խաղաղասերչեն առավել խաղաղասերային բարձավես հասնենք հայրենիքին ունենանք հայրենիքը կսե չէ դղակը մենք ազատ օրեն ապրենք քան թե ինչ աս դարդղնված սպիրկի դարածքին այսօր գամբաղը պիտի վերջանա ադիգա օքեյ հայրենիք ունենանք այդ հոն ապրենք pedagogiություն ունենանք այս բոլոր պատկանները այսօր մենք գաբրինք դժվախտապար կամ բարեփոխտապար որտեղ երբ որ դու գործընծնես հողը այդ հողը ինչ ասինքն ոչ թե միան մշակույթն է, ոչ թե միան քո ավանդներն են, քո բացմությունն է, հողը քո արմատը է։ Ադի երբ որ մարդը ասպարական թուրքը հաջողեցավ քո արմատները քեզի հրավիրել։ Քաշեց քեզի արմատներ մենք ալ դժբախտաբար ինչ pedagogan մտածողությամբ, pedagogan միտքով ընդունեցինք այդ վիճակը, ասկը ընդունեց այդ վիճակը, հավաքական մեր կյանքը ընդունեց այդ վիճակը եւ մենք հանձնվեցանք այդ իրականության, որ իրականություն չէ։ Իրականություն չէ, որտեղ Երազն է պիտի մնա հավանաբար։ Շատ լավ։ Ընկեր Գարո Պիլավջյանին վկայությունը լսենք անջարեն դարձյալ։ Ընկեր Գարո Պիլավջյան, Դաշնակցության երդվյալները, Լիզբոնի 5 դղակը, իրենց հոգին ու հավատը զոհաբերեցին մեր ազատության ժայռագող ու պշոտ ճանապարհին։ Նորակին զինյալ բայկարի ռահավիրաներ, Նեմեսիսյան ջուղավորում են քարուն կարած, միջազգային հանրությունը թմբիրեն զարտեցնող Արջագադով ընթեման արտարության և ցեղասպանության ուրացման ու կողարկման վարակույրը ջղելով ցնցեցին միջազգային հանրությունը 1983 հուլիս 27-ին։ Այս սրբանվեր արարքը համազոր է մեր պատմության անգյունաթարցային հաղթանակներում։ 5 հոգիով գերդած հաղթանակ ընդդեմ բազմամիլիոնանոց խուլ ու գույր աշխարհին։ Եսի ջաղերեն դուրս եկած այս 5 լուսավոր դղակը Մենքի համար իրենց կյանքը զոհաբերեցին ազատության փակինին։ Այսօր համադեղ քաղաքարով երթվինք Լիզբոնի դողոց զոհաբերության փակինին առաջ անջարցի վաղամերիկ մեծ բանաստեղծի Բեդիկ Հերգելյանի խոսքերով։ Ող ողջագեզներ արյան հավատքի, թուք որ բայտեցակ ցասումը իբրև մեր մեծ դեսիլքին, թեր ծնող չեղած, գծնիկ արդեն ու պիտի ծնիկ, դղակ պյուրավոր, թևավոր, ցեզբես, որոնք պիտի կան, ցեզբես քալելու, ցեր քաղցր արյան հետքեն անխապան։ Հետևաբար, պիտի վերականգնենք մեր թարավոր իրավունքները, թեպի երգիր սրբազնակույն դեսլագանը ու պիտի թերծենք նոր սերունդները քրիստապորյան գաղափարախոսությամբ։ Հարտելով ազատության ճանապարհը հասնելու որպացած ու թողլկված Արցախ եւ մեր մասնատված արմատները ակուցելու Արցախի մաքրամաքուր հողին։ Շատ լավ։ Ընկեր Գարո Պիլավջյանին վկայություններ սիրելիներ
մենք նաև պետք է ասենք, որ 43-ամյակի նշումը մենք հսկումի պես կկատարվի միշտ մեկ օր առաջ, այսինքն միշտ 26 հուլիսին է, որ այդ ցերնարգը իշադագի երեկոն տեղի կունենա Գերտանք գերեզման եւ դղոց շիրիմներու մոտ հոգեանկստյան արարողություն կկատարվի, մենք մեր հարկանքի դուր կգմադուցենք եւ անշուշտ բացած ցերնարկ մգլա հիշեցնելու համար դղոց ցայները, դղոց թեմքերը տեսնելու անգամ եւս ապրելու իրենց հետ եւ անշուշտ օրվան պատկամը կփոխանցվի։ Այս ցերնակներու մասին մենք քիչ առաջ կխոսենք, որքան կարևոր են, այո, դարին օրը պիտի կա, որ հիշադակի ցերնարգը կազմակերպվի, բայց այսօր որքանով երիտասարդության իրենք նաև այսօրվան սերունդին իրենք դվին պատկամը, իրենց տարեգիցներուն, իրենց ավելի բզի բոլորին դվին իմիջայլոց, բոլորիս դվին, at հույսը դվին, հավատքը դվին, բայց նաև երիտասարդներուն բամբը դվին իրենք։ Այսօրվան երիտասարդությունը, հատկապես ասենք մեր Ոյթալեմի ընկերները, որոնք իրենք կկազմակերպեն ամեն տարի այս ցերնարգը, ինչ պետք է սորվին ըստ ցեզի, այսինքն ինչն է իրենց սորվելիք հիմնական, բայց ոչ անպայման այդ օրերուն ինչսին, այսօրվա բացաճեցնելով առօրյային, ինչ պատկամ ունին։ Որի ես կգարձեմ, որ այս բոլորով հանդերձ, այս մեր սերունդը պետք է իր Լիզբոնի պատկամը առավել ծևով ընդունի, հասկանալու, առաջին հերթին հասկանալու, ըմբռնելու եւ ությամ աշխատելու եւ գաշխատին, ասելիք չկա։ Կնահատելի ամեն ինչ, բայց եւ ամես այս դողոց պետք է նաեւ հրամցվի մյուս միտքը, այսօրվա գաղափարը, որ պետք է մենք պիտի գարենանք արտիականանալ մեր մատուցման ծևի մեջ, պետք է արտիականացնենք մեր ապրումներուն, մեր մտածումներուն ծևը, որտեղ այսօր վերջերս Հակոբ ինձ լավ գիտի այս բոլորը, ինչ գիտնամ, թատրոնի միջոցով, սինեմայի միջոցով, արհեստական բանականության միջոցով, որ այսօր մենք, այո, մենք այս ծևով մենք շատ բան կրնանք առավել փյուրեղացած ծևով ներկայացնել Լիզբոնի ակտը, Լիզբոնի դղակը, Լիզբոնի խոսքը, Լիզբոնի մեր դղոց բան գենտանություն պիտի դանք, իրենց արհեստական բանականություն այսօր ուղղակի շշմեցուցիչ է իր գարելություններով, հետևաբար օգտվել պետք է եւ այդ իմաստով աշխատանք կենտադրեն, որբեսի Դեր մեկը չրավ, չէ, դողոց նկարները AI-ով։ Չեմ կարծեր մեկը հրավ, չեմ իշխեր կամ պետք է մտածել ադուղությամբ, ահավասիկ արիթմն է, ահավասիկ այս ամբիոնը արիթմն է, որ նաեւ մերը սելիք ասենք, վստահ Հակոբն ալյունը մտածել, վստահ Տունան ալյունը մտածես, որ պետք է այլևս այդ մեր տասական ասես ոչ թե ավանտական տասական ծևեն դուրս ելել քայլը անտին անցնել եւ մեր ժողովրդին առավելակույն չափով հասկանալի ոճով հասկանալի ասենք ծևերով ներգա լալ Լիզբոնի մատուցելով Այսպես բացությունը եղավ սերունդ է սերունդ չէ ժամանակին եթե ասկան էր բացությունը հիմա ասկան է բացությունը սերունդ է սերունդ լավ մենք միշտ կսենք երդասարտությունը հերու է ընդհանրապես անդարբեր է ասեան է լավ երդասարտություն կսենք որ պետք է մոդենա մենք ալ պետք չէ մոդենանք երդասարտություն ինչ է գարցք տնգերակով այսինքն երկու ստեկ չէ ջիկը նախ երդասարտությունը պետք է մեկ բան մանտունի որ ինչ որ դարեց է ասել չէ որ աման իֆ եւ հին է եւ սխալ է եւ հնապույր է շատ չի ես բարը մակրեցի պետք է արիթը դա նախ մդիգանել է դո պետք է ինքը նայի ինչը կարևոր է դասվածի մեջ են ներգա օրելուն որ ինքը գնա օգտագործել ասիկա շատ կարևոր է երկու նախ պետք է գիտակցի տաշնակցական իր բարդականություն ես գարձեմ որ ամենամեծ բանը տաշնակցական գիտակցությունն է որ կբացի բոլոր անոնք որ մտած են ներգուսացության շարքերում մեջ դժբախտաբար շատ քիչեր են որ դակավին գիտակցին տաշնակցության մեջ լալու ինչ բարդականություն ինչ պատասխանատվություն շարքելու ասիգա շատ կարևոր է եւ ասիգա իրենք երդասարտները պետք է ամրապնդեն թե երդասարտության մեջ եւ անդեղեն վերքան այսինքն ես կգարձեմ որ պետք է ինքը երդասարտությունը այլևս գիտակցի որ ինչ ունի փոխելի գիտես մարդիկ կան որ ասեն ես անանկիստ եմ շատ լավ անանկստությունս ասինչն է ասիգա ուժելու համար պետք է ասինչը ընեմ այդ գիտակցությունը պետք է ունենա երդասարտությունը պետք է ընդունի որ ուր է իր հիվանդությունը
եւ ադիվանտությունը ծերպազատ։ Այ, կամ աշխատիադոր վրա։ Հա։ Ծերպազատը, որովհետեւ ես շատ կավադամ, որ երդասարտությունը հսկայական ներդրում ունի։ Հաստատ։ Այսինքն լման ասկը գրնա փոխել, Ուսերուն վրա։ գրնա փոխել լման բացմությունը գրնա գերդել, ճամփա փոխել բացմության, որովհետեւ այդ գարելությունը ունի։ Եվ աչեն, ցախեն հոսանքներն են, որ ադեններ փուն ճամփեն գերած։ Կշեղենցենք, այո։ Այո, գերանպիկ, ավելցնելիք ունիք այս իմաստով։ Ավելցնելիք մասնավոր բան չունի, մուրի կարևորը այս նաև ասենք մեր զրույցը իր նպատակին հասնելու համար եւ գավադան որ ունի ադիգա այդ կարողությունը ունի առավել ծեվով շեշտել ամեն աս արիտին ճիշտ է որ մեր դղակը ամեն տարի այս օրերուն կհիշենք կհիշեցնենք եւ նաեւ մենք պատրաստ լանք որպես հին սերունդ ասպես բարակային կամ նոր սերունդ առավել ծեվով բան ավելի ասպես ավելի հստակ ավելի ասենք ահավոր ծևերով ներկայացնել նոր սերունդին որտեղ նոր սերունդը ոչ թե միան գլանված է անդարբերությամբ ոչ թե միան ասկային մեր արժեքներին հերացած է ոչ միան մեր սերունդը իր ամբողջ էությունը սկսավ գործընկնել նորահաս սերունդը սկսավ իր էությունը գործընկնել որովհետև ունեցավ հուսահատություններ եւ այլն հետեւաբար հաջող շեշտել հաջող ընդգծել որ պետք է երդասարտության արիտ տալ երդասարտությունը իր սելիկը ասե եւ ինչու՞ չի Հակոբինը ասածինպես մեր երեցներեն շատ բան գրնան սորվիլ բայց եւ ամես իրենքալ արաքելության մեջ լան ամբեսմը որ պիտի շարունակեն ժառանգը պիտի շարունակեն այդ իրենց այդ դողոց բատկամին գենտանությունը եւ շունչ տալու այդ ասենք պատրաստակամությունը պիտի շարունակեն Բիդի այս ծևերով դանք, վանացայնով բիդի դանք, թերթով բիդի դանք, եւ ընդառաջ դբրոցով բիդի դանք, եկեղեցիով բիդի դանք, մեր մշակութային կյանքով բիդի դանք, այս բոլորով բիդի դանք, որբեսի մենք ամեն իմաստով բոլորն իրենց տերակտեր ունեն եւ տերակատարություն ունեն, ադոր գասկած մի ունենակ, մանավանդ այս օրերուն, որոնք աշխատանք կդարվի ամբողջ հասարակությունը, ժողովուրդը Like 3000 դարվա պատմություն ունեցող ասկիմը բիդի բարբեն իր էուտենեն կբարբեն, ասի ամենավտանգավորն է։ Իր էուտենեն կբարբվին ինչ բացատրություններով, 1001 բացատրություններով։ Ադի, ադողության պետք է ահազանք հնչեցնել հուրի։ Եվ ասիկա ադոր համար է որ գուքան կսենք չենք մեր ահազանք պետք է հնչեցնենք որ բարդավորենք այլևս տարբեր ցևով մտածել, երդասարտության արիտը դալ, ասենք ախտերեն հերանալ եւ աշխատանք ցույց տալ ղեկավարել այդ աշխատանքը պատասխանատվության գիտակցությունը փոխանցել այսի ամենեն կարևոր աշխատանքները մեկը դիտելա ներկա օրերուն եւ հետակայի առումով որբեսի մեր ազատ անկախ հայրենիքը գամատ մեր արեմդահայ երազած Հայաստանը շոշափելի դառնա եւ այդպես է շոշափելի է խորքի մեջ մեր երազին մեջ անգամ շոշափելի է եթե երբեկատվությամբ աշխատանք տանենք շատ լավ Մենք պիտի փակենք երկու վկայություն կա, Մարինե հետևյալ ծևով ունենք։ Մեր ընկերները իրենց վերջին խոսքը գսեն հիմա, վերջին հարցումին կպատասխանեն։ Եդևի մենք պիտի լսենք հաջորդաբար ընկերուի Զարմիկ Բողիկյանին վկայությունը Հալեբեն, ապա ընկեր Ժիրար Բեջեկյանին վկայությունը Հայաստան է։ Եվ յետքը երկով կփակենք։ Ընկերներ, վերջին հարցումս հաջող է որ այս օրը հասնի, այսպես սկացումը գուկա որ Մանավանդ Արցախի բարբում են, հանցնում են ետքը։ Մենք արժանի ենք աստողոց։ Այսպես սկացումը, նույնիսկ երապլուրի մեջ հանգչող մեր երիտասարդներուն։ Գա այդ սկացումը, ինչպես գրնամ ես արժանի ժառանգորդը ըլլալ։ Գրնամ արժանի։ 5 սուրբերուն։ Գրնամ արժանի ժառանգորդը ըլլալ եւ որ իրենց քերակույն երազը իրականացնեն։ Աշուտե գրնակ իրեն ժառ եւ մենք իրեն ժառանգորդը ենք կասկած չկա ադոր փաստը մեր երդասարտությունն է որ դեղմը ավասիկ միջև Արցախ հասավ իր քերակույնը նվիրապերեց չէ մեր Վիկեն Զաքարյանով մեր Չուլաջանով եւ այլն երբ որ հայրենիքը պետք ունեցավ այդ զողության 10 տղակը առանց այլևայլի կացին եւ դրամատրեցին սակայն հիմնականը կմնա ադիգա որ մենք որքանով պիտի գարնանք այդ ժառանգ այդ ասենք այդ հարստությունը այո մեր հոգիներում մեջ պահել մեր մտքի մեջ պահել եւ Քաչապար եկող սերունդներով հանցնել եւ վստահել այդ սերունդը այդ նոր սերունդին որ գարենային իր գարկին նոր ծևերով նոր միտքերով նոր խապարներով հարաճ մղել այդ ասենք ժառանգը այդ չի փորփոսի ադիգա գիտես Ժանկոդի ադիգա բնական է որ այդպես է այո այդպես ժառանգին դեռնենք բնական է բիդելանք այդպես ադոր գասկած պիտի չունենանք երբեք
երբեք, որտեղ իրենց թեմքերը սրբազան են, իրենց թեմքերը սուրբ են, իրենց թեմքերը սիրելի են, միշտ իրենց թեմքերը սիրելի պիտի մնան մեր հոգիներում, մտքին եւ մեր առօրյա կյանքի մեջ։ Այս դղակը ոչ թե մի ասվածություններ են գրգնագի, որովհետև այս դղակը Հայաստան չտեսած, Հայաստան գերդեցին իրենց մտքի մեջը եւ մեր շիրիմները, դողոց շիրիմները գդորմը հայրենիք է։ Շնորհակալություն։ Շատ լավ սիրելիներ, մեր հաղորդումը գամած ընկեր մեկ վարյան, մեր հաղորդումը այսպիսով գհասնի իր ավարտին, ուրեմն մենք հաջորդ ապար գլսենք ընկերուի Զարմիկ Բողիկյանին վկայությունը Լիսբոնի գործողության մասին Հալեբեն եւ անգեյետկը ընկեր Ժիրար Բեջեկյանին վկայությունը Հայաստանեն, որ մեր հետ կանշուշտ Լիսբոնի նվիրված երկով կփակենք Մարինե շնորհակալություն, ընկերներ բարի եկացեք, Գերագոբ Տերոդասյան, ընկեր Ամպիկ Միրարյան, Մարինե Քեզյալ շնորհակալություն, ցեզի հետերհուրին եւ ցտեսություն։ Լիզբոնի մեջ արտարության մարդիկները քերակույն զհողությամբ իրենց ուսերուն վրա գրեցին, որ բացած դեղահանված ու հայրենազու